Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարումը թվերով։ Սկսենք օրենսդրական գործունեությունից։ 8-րդ գումարման ընթացքում ընդունվել է 2612 օրենք, որոնցից 159 օրենք համաձայնագրեր։ Ընդունվել է ազգային ժողովի 4 հայտարարություն, իսկ խորհրդարան է հասել նաև 1 քաղաքացիական նախաձեռնություն։ Խորհրդարանական աշխատանքը շարունակվել է 275 օր։ Գումարվել է 66 հերթական եւ 36 արտահերթ նիստ, 17 արտահերթ նստաշրջան եւ 1 հատուկ նիստ։ Այս ընթացքում խորհրդարանում անցկացվել է 2489 քվեարկություն։ Խորհրդարանական վերահսկողության շրջանակում կառավարության հետ հարցուպատասխանն անցկացվել է 41 օր։ Պատգամավորները կառավարության անդամներին ուղղել են 728 բանավոր հարց։ Կազմակերպվել է նաեւ 33 խորհրդարանական լսում։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում աշխատանքը եւս ինտենսիվ է եղել։ Անցկացվել է 1038 հանձնաժողովի նիստ եւ շուրջ 1100 աշխատանքային քննարկում։ 8-րդ գումարման տարիներին ակտիվ է եղել նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը։ Ազգային ժողովի նախագահն ունեցել է 52 այց, խորհրդարանը հյուրընկալել է 148 պատվիրակություն։ Իրականացվել է 615 արտասահմանյան այց, իսկ Երևանում անցկացվել է 9 միջխորհրդարանական միջոցառում։ Բայց խորհրդարանը միայն նիստերն ու օրենքները չեն։ Ամառային դպրոց ծրագրին մասնակցել է 250 երիտասարդ։ Բաց դաս ծրագրի եւ ճանաչողական այցերի շրջանակում ազգային ժողով է այցելել 26303 մասնակից։ Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 900 այց։ Երիտասարդական խորհրդարանն ունեցել է շուրջ 50 մասնակից, իսկ ուսանողական տարբեր ծրագրերում ներգրավվել է 527 ուսանող։ Այս տարիներին ազգային ժողովը քաղաքացիներից ստացել է 7253 դիմում, իսկ լրատվամիջոցներից եւ հասարակական կազմակերպություններից 177 հարցում։ Տարբեր հարցերով ազգային ժողով է այցելել 6000-ից ավելի քաղաքացի, 1200-ից ավելի քաղաքացու ընդունել են ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, հանձնաժողովներն ու պատգամավորները։ 8-րդ գումարման տարիները նաև թվային խորհրդարանի ակտիվ զարգացման տարիներ էին։ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է շուրջ 9000 լուր, Facebook-յան էջում շուրջ 4000, Telegram-ում ավելի քան 5000, իսկ Instagram-ում շուրջ 900 հրապարակում։ Ազգային ժողովի YouTube-յան ալիքում տեղադրվել է 3500 տեսանյութ, որոնք ունեցել են շուրջ 8 միլիոն դիտում։ Խորհրդարանական շաբաթ հաղորդաշարը եթեր է հեռարձակվել 187 անգամ։ Իսկ ազգային ժողովի պաշտոնական կայքն ունեցել է ավելի քան 6 միլիոն 800 հազար այցելություն։ Եվ հիմա թերևս ամենատպավորիչ թվերից մի քանիսը։ 8-րդ գումարման ընթացքում ազգային ժողովից իրականացվել է շուրջ 2800 ժամ ուղիղ հեռարձակում։ Եթե այդ ամբողջ ժամանակը միացնենք իրար, կստացվի ավելի քան 116 օր անընդմեջ ուղիղ եթեր։ Իսկ ազգային ժողովի լուսանկարիչներն այս տարիներին արել են շուրջ 1 միլիոն 250 հազար լուսանկար։ Ազգային ժողովը շարունակել է նաև համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, կանադական խորհրդարանական կենտրոնի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ։ Համագործակցության շրջանակում անցկացվել է շուրջ 100 մասնագիտական կլոր սեղան եւ աշխատանքային քննարկում։ Իրականացվել է 50 ծրագիր եւ նախագիծ, շուրջ 30 աշխատանքային այց արտերկիր եւ 80 վերապատրաստման դասընթաց։ Այսպիսին էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարումը թվերով։